Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, եղբայրներ քուրեր։ Աստված մեր մեջ է եւ մենք իր շուրջն ենք հավաքվել այսօր, նա փառավորվի, իսկ մենք օրհնվենք։ Փառք Հիսուսին։ Բարևներ եմ բերել ձեզ Կրասնոդարից, եղբայրներ քուրեր, մեր ռուս եւ հայ եղբայրություններից։ Տեր օրհնի։ Նստեք։ Այսօր մենք լսեցինք հրաշալի պատգամ, եղբայրներ քուրեր։ Եվ այս ուսմունքը պարզ փոխանցեց մեզ Հիսուս Քրիստոսը, նույնպես սրա մասին մարգարանում էին տարբեր մարգարեներ, մանավանդ Եզեկիել մարգարեն, եւ մենք եղբայրներ քուրեր այսօր այդ օրհնությունը ճաշակում ենք, այդ օրհնության մեջ կանք, այդ օրհնությունը այսօր օգտագործում ենք մեր կյանքում։ Երբ Քրիստոս ասեց, ձեզ մենակ չեմ թողնի, դա նշանակում է, որ ամբողջ ձեր եւ իմ կյանքի ընթացքում չլինի մի օր, որ մենք առանց նրա ողորմության լինենք։ Նրա հայացքը ամեն վարքյան մեր վրա եղբայրներ քուրեր։ Եվ նրա ծրագիրը մեր կյանքի վերաբերյալ անպայման պիտի կատարվի։ Ով ուզում ապստամբի, ինչ ուզում լինի, ինչ փոթորիկներ տեղի ունենան, Աստված ամեն մեկից վերաբերյալ ունի ծրագիր։ Տերը օրհնի մեզ։ Եվ կարդում եմ Սուրբ Գրքից երկու համար եղբայրներ քուրեր, առաջինը գրված է Երկրորդ Թուխտիմոթեոս առաջի գլուխ 12 համարում, այստեղ Պողոս առաքյալը իր հավատքի մասին վկայություն է տալիս։ Որ այդ պատճառով էլ չաչարանք եմ կրում, բայց ամոթ չեմ համարում, որովհետև գիտեմ, թե ում եմ հավատացել եւ համոզված եմ, թե նա կարող է իմ ավանդը պահել մինչև այն օրը։ Պողոս առաքյալը խոսում այստեղ 3 բանի մասին իր կյանքի վերաբերյալ։ Առաջինը ասում է իմ հոգևոր կյանքում ես որոշակի հալածանքներ ունեմ եւ չաչարվում եմ։ Դա կար։ Բայց ասում է ամոթ չեմ անում։ Այս խոսքը ունի շատ մեծ բովանդակություն իր մեջ։ Պողոս առաքյալը հետաքրքիր անձնավորություն էր, որը կարծես կանգնեց ամբողջ աշխարհի դեմ։ Բայց ասում է տանջվելով Քրիստոսի համար ես ամոթ չեմ անում եւ դա ամոթ չեմ սեպում։ Ինչի մասին է խոսքը։ Ուշադրին եք եղբայրներ քուրեր, Պողոս առաքյալը իր անցյալում եղել է շատ հայտնի անձնավորություն հրյաների մեջ։ Իր ծնված օրվանից իր երիտասարդ տարիները եւ իր հասուն տարիները նա եղել է մաքուր, ուսուցել է շատ կարևոր եւ շատ փառավոր դպրոցում, դրանից հետո ինքն է դարձել ուսուցիչ, ունեցել է մեծ հեղինակություն թե քահանաների մեջ եւ թե քահանապետների մեջ եւ թե հրաժողովրդի մեջ։ Բայց եկավ մի ժամանակ, երբ որ նա ասեց, որ երբ մեր Տեր Հիսուս Քրիստոսի հայրը, կենթանի Աստված, կամեցավ իմ մեջ հայտնել իր որդուն, ես խորհուրդ չարեցի մարմնի եւ այրան հետ։ Եվ ասում է այն ամեն ինչ համար աղեկ էր ես աղբսեպեցի։ Մի խոսքով, երբ որ նա ընդունեց Քրիստոսի նոր ուսմունքը, նա հասկացավ, որ Քրիստոսը կենթանի Աստված է։ Եվ իր կյանքը ամբողջովին նվիրեց Քրիստոսին։ Սրա համար հրյաները ամոթ էին տալիս։ Նսեմացնում էին նրան։ Դու, Պողոս, անցյալում Սողոս, այսքան փառքի տեր մարդ ես եղել, ո՞նց ես գնացել քրիստոնյա դարել։ Այսքան փառքը թողելով գնացել ես Քրիստոս ես պաշտում։ Եվ ամոթ էին տալի նրան։ Երբ որ նա ներկայանում էր ինչպես հռոմեական քաղաքացի եւ շատ լավ գիտեր ամբողջ հռոմեական կայսրության օրենքները եւ մեծ պատիվի տեր մարդ էր, եւ մենք տեսնում ենք եղբայրներ քուրեր, նա նայեց դրան եւ ասեց՝ «Սա էլ եմ զիբիլ սեպում»։ Որպես Հռոմի քաղաքացի նա կարող էր շատ մեծ բաների հասնել, շատ մեծ հարգանքի եւ պատիվի յուրաքանչյուր երկրում եղբայրներ քուրեր։ Նա գերազանց գիտեր հրեաներեն լեզուն, գիտեր հույներեն լեզուն եւ գերազանց գիտեր
հռոմեական լեզուն, որտեղ սովորել է ամեն բանը, փոքր տարիքից։ Յուրաքանչյուր երկրում նրան շատ լավ կզգար, բայց այս ամենը մի կողմ դրեց, ասեց ես քրիստոնյա եմ, ամեն բանից առաջ։ Հռոմեական կայսրության համար դա խայտարակ վիճակ էր, ոնց թե դու հռոմեական քաղաքացի, այսքան փառքի տեր մարդ, ամեն տեղ ընդունված, ու դու ինչ-որ քրիստոնյա ես դառնում, ասում է այո։ Երբ որ մենք նայում ենք իր հույնական ասպարեզին, տեսնում ենք եղբայրներ քրեր, որ հույների համար Քրիստոսի խաչելությունը ինչ էր։ Հիմարություն։ Ոնց կարող Աստված իրան թույլ տա իրան խաչին։ Իսկ Քրիստոս ասում էր, իսկ ես քարոզում եմ հենց խաչյալ Քրիստոսին։ Եվ գիտեմ Քրիստոսին այն էլ խաչի ելած։ Եվ նույն հույները ասում են, Պետրոս, այսքան խելացի մարդ, գիտես հույների ամբողջ այդ ուսմունքները, այդ փիլիսոփայությունները լավ գիտես, լավ տիրապետում ես, լեզուն գերազանց գիտես, մարդիկ քեզ լսելով հիանում են քո խոսքով։ Միթե սաղ պիտի թողես, դառնաս մի հատ քրիստոնյա։ Իսկ նա ասում է, ես չեմ ամանչում, եղբայրներ քրեր։ Ես չեմ ամանչում, որ ես քրիստոնյա եմ։ Չորրորդ կողմից կային հրյա քրիստոնյաներ, որոնք նույնպես ունեն իրենց գաղափարը եւ ասում էին, նախքան մարդը քրիստոնյա դառնալը պիտի սկզբից դառնա հրյա, պետք է ընդունի ուսմունքը հրյաների, պետք է օրենքը կատարի, նոր դրանից հետո կարա դառնա քրիստոնյա։ Պողոս առաքյալը ասում էր, ոչ, հեթանոսը ապաշխարության հենց օրից դառնում է քրիստոնյա։ Նրան պետք չի 10 պատվիրանները կատարել, նոր դառնալ քրիստոնյա, նոր ապաշխարել։ Հենց ապաշխարից մարդը Քրիստոսը մտնում է նրա սիրտը։ Հենց ապաշխարից մարդը մաքրվեց, սրբվեց, իրավունք է ստանում, Սուրբ Հոգով մկրտվելու եւ վերստին ծնվելու եղբայրներ քրեր։ Նրանք ասում են ոչ, ոնց կլինի։ Ինչը հրաները մեր նման հավասար պետք է Սուրբ Հոգով մկրտվեն, ավելի շուտ հեթանոսները, ով են այդ հեթանոսները։ Մենք հրյա ենք, իսկ Պողոս առաքյալը ասում է ոչ, ձեր ուսմունքը ընդունելի չի եւ սխալ է։ Եվ մենք տեսնում ենք Պողոս առաքյալը եղբայրներ քուրեր կանգնած է 4 զորավոր իշխանությունների առջև։ Մի կողմից հռոմեական կայսրությունն է, մյուս կողմից հույների փիլիսոփայությունն է, մյուս կողմից հրյաների ուսմունքն է եւ այն մյուս կողմից կանգնած են հրյա քրիստոնյաները։ Այդ բոլորին մեջ նա տարապում էր։ Ամեն մեկ իրան ցավ էր պատճառում, նսեմացնում էր։ Բայց նա ասում է, ես ամոթ չեմ անում Քրիստոսի համար, չարչարանք գրել է։ Որովհետև գիտեմ ում եմ հավատացել։ Գիտեմ, համոզված եմ, որ նա իմ ավանդը կպահի մինչև վերջի օրը։ Այն օրվա համար, եւ որ դի կանգնեմ կենթանի Աստծո առջև, նա է ինձ պահողը, ոչ թե հրյաների ուսմունքն է, ոչ թե հռոմեական կայսրությունն է, ոչ թե հույների փիլիսոփայությունն է, դրանք ինձ չեն պահելու։ Այո, այդ ամենը գեղեցիկ է, այդ ամենը կարծես թե ինչ-որ մի բանի մեջ փառավոր է, բայց այդ ամենը չի պահելու իրան այն վերջի օրվա համար, որ կանգնելու Աստծո արդարության առջև եղբայրներ քրեր։ Եվ նա ասում է, ես գիտեմ ում եմ հավատացել։ Եվ այսօր եղբայրներ քուրեր, մեր հարցը հետևյալն է. կարող ենք Պողոս առաքյալի հետ ասել եւ գոչել, գիտեմ ում եմ հավատացել։ Երկրորդը, եւ համոզված եմ։ Տեսեք, նա չէր ամանչում, նա գիտեր եւ նա համոզված էր։ Մենք կարող է գիտենանք ում ենք հավատացել, բայց համոզված չլինենք, որ միջև վերջ կհասնենք։ Կան մարդիկ, որ ասում են, ես ուզում եմ գամ եկեղեցի, ուզում եմ ջրում մկրտվեմ, բայց համոզված չեմ միջև վերջ կհասնեմ, թե ոչ։ Եթե մենակ պիտի գնանք այդ ճանապարհը, չենք հասնի եղբայրներ քրեր։ Բայց Պողոս առաքյալը ասում է, համոզված եմ, որ նա ինձ կպահի։ Քրիստոսը մեր մեջ դա Աստծո մեջ ճոխությունն է եւ Աստծո փառքն է։ Երկնային թագավորության թագավորը համաձայնվել է եղբայրներ քրեր, մեր մեջ բնակվել, մեր մեջ քայլել եւ մեր հետ լինել ամեն օր։
Սա մեծ հարստություն է եւ անչափ մեծ օրհնություն է։ Եվ Կողոսացիս թղթում Պողոս Արաքյալը այս միտքը շարունակելով ասում է. որոնց Աստված կամեցավ ցույց տալ, թե ինչ է այս խորհրդի փառավոր ճոխությունը հեթանոսների մեջ։ Կողոսացիս առաջի գլուխ 27 համարը։ Հեթանոսներին Աստված կամեցավ ցույց տալ, եղբայրներ քուրեր, թե ինչ է այս խորհրդի փառավոր ճոխությունը։ Մեր մեջ այդ փառավոր ճոխությունը տրված Աստծո կողմից։ Քրիստոսը մեր մեջ է։ Բայց շատերս կարող է չհավատանք այդ ճոխությանը։ Եվ ավելի շատ հավատանք մեր արտաքին երևույթներին, որոնք մեզ կարող է ամոթ հանեն, գնաց հավատացյալ ես դարել, աղոթում ես ամեն օր, աշխատում ես սուրբ ապրել, այս աշխարհում սուրբ հնարավոր չի ապրել։ Եվ մենք հավատալով այդ ամեն բանին ասում ենք, դե հիմա ինչ կա մեջս էլի, մի հատ հավատ կա։ Ու կամած մեր միտքը, մեր աչքը սկսում է ծռվել աշխարհի երևույթների վրա, աշխարհի ոչ ճիշտ ճանապարհների վրա։ Իսկ Պողոս Արաքյալը այսօր ինձ եւ քեզ կոչ է անում, ասելով այն Քրիստոսը, որ քո եւ իր մեջ է եւ մեր մեջ է բոլորիս, դա փառավոր ճոխություն է երկնքից տրված մեզ։ Եվ շարունակելով Արաքյալը հետևալն է ասում, թե ինչ է այն խորհրդի փառավոր ճոխությունը հեթանոսներում, որը Քրիստոսը ձեզանում այն փառքի հույսը։ Եվ այստեղ բացում է մի նոր խորհուրդ։ Քրիստոսը ձեր մեջ է, եւ դա այսօր փառքի ճոխություն է։ Եվ հետո Քրիստոսը այն փառքի հույսն է մեր համար։ Ինչ նոր փառքի մասին է խոսքը։ Քրիստոսը իր աղոթքի մեջ հորը ասում է. հայր, ես ուզում եմ, որ իրենք, որոնք ինձ ընդունել են եւ հավատացել են, որոնք իմ հետևից քայլում են, ես ուզում եմ եւ խնդրում եմ, որ իրանք մտնեն իմ փառքի մեջ, տեսնեն այն փառքը, որը ես ունեի քո մոտ աշխարհի ստեղծագործությունից առաջ։ Հիմա մենք բոլորս ունենք հրավեր Քրիստոսի կողմից, եղբայրներ քուրեր։ Այդ փառքը ճաշակելու երկնքում, ոչ թե միայն աշխարհի վրա։ Բայց ինչքանով ես կարող եմ համոզված լինել, որ ես այդ փառքի մեջ կմտնեմ։ Ինչքանով մարդ կարող է համոզված լինի, որ Քրիստոսի ասած խոսքը պիտի անպայման կատարվի։ Եվ մեր համոզմունքը սա է, որ Քրիստոսը արդեն իմ եւ քո մեջ է, եղբայրներ քուրեր։ Եթե նա իմ եւ քո մեջ է, դա արդեն հավիտյան լույսի հույսն է, որ դու երբեք խափնված չես լինի, ես երբեք խափնված չեմ լինի։ Այս ճանապարհը բռնելով մենք արդեն հարուստ ենք հոգով։ Այս ճանապարհը բռնելով մենք ունենք հավիտյան հույսի հաստատությունը, որ երբեք ես եւ դու խափնված չենք լինի։ Թող այսօր Պողոս Արաքյալի խոսքը հաստատի մեզ բոլորիս, մեզ վրստին ծնելու համար Քրիստոսը մի քանի ծանր բան պիտի աներ, եղբայրներ քուրեր։ Առաջինը, նա մեր մեղքերի հարցը պիտի լուծեր։ Մեղավոր մարդը երկինք երբեք չի մտնի։ Ինչ ուզում է անի։ Ինչ գումաներ ուզում է մուծի, նա երբեք երկինք չի մտնի։ Երկինք մտնելու համար պետք է մարդու մեղքերի հարցը լուծված լինի, եւ հարցը լուծեց Քրիստոսը Գողգոթայի խաչի զոհով։ Երկրորդ խնդիրը, որ պիտի Աստված լուծեր, նա պետք է մարդուն ազատեր հավիտենական մահվան իշխանությունից։ Դուք գիտեք, որ հավիտենական մահվան թագավորությունը ունի իրավունք եւ իշխանություն աշխարհի վրա ապրող յուրաքանչյուր մարդու վրա։ Եվ շատերը ասում են, մենք ծնվում ենք մեռնելու համար։ Ծնված օրվանից ամեն մարդ ընկնում է այդ իշխանության տակ։ Բայց Քրիստոսը եկավ եւ հաղթելով դժոխքը եւ մահը իրավունք տվեց ամեն հավատացյալին ազատ լինել մահվան իշխանությունից։ Եվ դա արեց նա մեր համար։ Երրորդ կարևոր բանը, որ պիտի Քրիստոս աներ մեզ համար, եղբայրներ քո երկինք տանելու համար, նա կանգնեց հոր առջև իր հարությունից հետո եւ իր սուրբ այրունով մտնելով երկինք հավիտենական խաղում վերցեց ինձ եւ քեզ համար։
եւ բարիշություն կատարեց, խաղություն կատարեց հոր հետ։ Եթե այս երեք բանը չկատարվեր, մարդը երբեք Սուրբ Հոգով չէր կարող մկրտվել եւ վերստին ծնվել։ Եվ նա այս ամենը արեց եղբայրներ քուրեր։ Եվ տվեց այդ հրաշալի կոչումը Սուրբ Հոգու մկրտության։ Ինչի Աստված մեզ Սուրբ Հոգով մկրտում եղբայրներ քուրեր։ Միթե ապաշխարությունը, միթե արդարությունը բավական չէր։ Քրիստոսը ինձ եւ քեզ պատրաստել է երկնային փառքը։ Այդ փառքի մեջ մտնելու համար մենք պետք է ընդունենք աստվածային բնության մասնակցությունը եւ Սուրբ Հոգու միջոցով մարդ դառնում է մասնակից Աստծո բնությանը։ Այս ամենը արեց Քրիստոսը եւ դարավ այդ ապագա փառքի հույսը մեր մեջ եւ այսօր ես եւ դու Պողոս առաքյալի հետ կարող ենք ասել գիտեմ ում եմ հավատացել եւ համոզված եմ որ նա կպահի իմ ավանդը այն օրվա համար Տերը փառավորվի ամեն